Ողջույն բոլորիս, Աստծոտուն, Աստված օրհնի բոլորիս։ Շնորհակալ եմ Հովվիս այս վստահության եւ արտոնության համար, որ կարող եմ այսօր այս սուրբ բեմից ծառայել։ Փառք Տիրոջը, որ այսօր կրկին պատիվ ունենք իր ներկայության մեջ լինելու։ Սաղմոս 100-ում Տերը ասում է. Գոչեցեք Տիրոջը, ով ամբողջ երկիր, ծառայեցեք Տիրոջն ուրախությամբ, ցնծությամբ եկեք նրա առաջ։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստվածը, նա է մեզ արարել եւ ոչ թե մենք։ Մենք նրա ժողովուրդն ենք եւ նրա արարոտի ոչխարները, նրա դռները մտեք գոհությամբ, նրա սրահները փառաբանությամբ։ Գոհացեք նրանից, եւ օրհնեցեք նրա անունը, որովհետեւ բարի է Տերը եւ հավիտյան է նրա ողորմությունը եւ նրա ճշմարտությունը սերնդներից մինչեւ սերունդ։ Եկենք բոլորս սրտանց փառաբանենք մեր Տեր Աստծուն։ Աստված օրհնի բոլորիս։ Սուպանունը, հարաբանում է քո սուպանունը, մեծարում, մեծարում երկիրներից մեր, հարաբանում անունը, հարաբանում է քո սուպանունը, հարաբանում է քո սուպանունը, մեծարում, մեծարում երկիրներից մեր, Աստվածը զոր, շնորհակալ եմ քեզանից, գովերգում եմ քեզ քո ներկայությունը, ձեռքերս բարձրացնում, քեզ եմ օրհնում, փառաբանում, սուրբ անունը, փառաբանում եմ քո սուրբ անունը, փառաբանում եմ քո սուրբ անունը, մեծարում, մեծարում երկիրներից Հարաբանում, այսօր էլ սերված, հարաբանում ենք ես Տեր, նու ենք քո սուրբ անուն, մեծարում, մեծարում, մեծարում երկիրներից ենք, հարաբանում անունը, իմ Աստվածը զոր, շնորհակալ եմ քեզանից, գովերգում եմ քեզ քո ներկայությունը, ձեռքերս բարձրացնում, այո քեզ ենք օրհնում, փառաբանում սուրբ անունը, դամետ է, փառաբանում ենք քեզ, այսօր ենք սրտանց, մեծարում, մեծարում, մեծարում երկիրներից ենք, փառաբանում անունը, փառաբանում ենք քո սուրբ անունը, Արարողը Տեր, բարձր ամեն անուններից, մեծարում, մեծարում երկիրներից մեր, փառաբանում անուն, մեծարում ենք, մեծարում, մեծարում երկիրներից մեր, փառաբանում անունը Այսօր եկել ենք սրտանց փառքերը քեզ տալու Տեր, շնորհակալ ենք, որ այսօր կյանք ես տվել եւ այսօր հավատ քեզ տվել, այստեղ մարդիկ ենք, ովքեր ճանաչում են քեզ, ալելույա եւ շնորհակալ ենք, որ ամեն կիրակի կարող ենք մեկտեղ հավաքվել եւ խոստովանել, որ սիրում ենք քեզ Տեր, խոստովանել, որ չկա մեկը քեզ նման Այսօր եկել ենք ասելու Տեր, շնորհակալ ենք քո բազում բարությունների համար, քո ողորմածության համար Տեր, որ ամեն օր նորոգվում է քեզ հավատացողների համար, շնորհակալ ենք սրտանց, ալելույա Սիրում եմ քեզ
Բարությունդ վերջ չունի Տեր ամեն օր քո ձեռքն է ինձ պահպանում այն պահից երբ արթնանում է մինչև քնեմ նորից երգելու է դու բարի ես իմ Տեր ալելույա իմ ողջ կյանքում հավատալի այո մենք բոլորս սրտանց կարող ենք ասել իմ ողջ կյանքում բարի ես դու ամեն շնչով որ ինձ շնորհում ես երգելու է դու բարի ես ինձ Հարքես Տեր սիրում եմ քեզ կրակով ինձ անցկացրես մթին օրեր այո շնորհակալ ենք միայն դու ես կողքին որովհետև գիտեմ ես դու իմ հայրն ես գիտեմ ընկել ես և ես ապրում այսօր եմ Տեր և ամեն օր ապրում ենք քո բարության շնորհիվ ալելույա իմ ողջ կյանքում հավատալի շնորհակալ եմ քո ներկայության համար Տեր իմ ողջ կյանքում բարի ես դու ամեն շնչով որ ինձ շնորհում ես երգելու է դու բարի ես ինձ իմ ողջ կյանքում հավատալի ես Տեր իմ ողջ կյանքում հավատալի կարող ենք երգել Տիրոջը և ասել իմ ողջ կյանքում բարի ես դու ամեն շնչով որ ինձ շնորհում է այսօր երգելու է դու բարի ես և հռչակելու ենք միաբան եկեղեցի բարի ես դու հավիտյան անսահման բարի այո բարի ես դու հավիտյան անսահման բարի ասին խոնարհում կյանքս նվիրում քեզ եմ հաճախում բարի ես դու հավիտյան անսահման բարի բարի ես դու հավիտյան անսահման բարի շնորհակալ եմ բարի ես դու հավիտյան անսահման բարի ասին խոնարհում կյանքս նվիրում քեզ եմ հաճախում բարի ես դու հավիտյան անսահման բարի ողջ կյանքում հավատալի ողջ կյանքում բարի ես դու ամեն շնչով որ ինձ շնորհում է երգելու է դու բարի ես ինձ երգելու է դու բարի ես Փառքեր Աստծուն, Տերը օրհնի բոլորից սիրելիներս, կարող եք նստել։ Շատ ուրախ եմ, որ այսօր ինձ հնարավորություն է տրվել խոսելու այս բեմից,
ու դրա համար շնորհակալ եմ ձեզ Հովիվ ջան, ձեր տված ուսուցումների համար, որ այսօր հասել եմ այս կետին ու կարող եմ կիսվել իմ ապրած իմ օրհնություններով։ Այսօր ուզում եմ խոսել հավատարմության եւ որոշումների մասին։ Օրեր առաջ, երբ ամիսը մոտենում էր իր ավարտին, հիշեցի, որ 10-րդս տալու ժամանակն է։ Եվ երբ գումարս հաշվեցի իմ մոտ եղած ամբողջ, նկատեցի, որ այն գրեթե այնքան է, որքան որ պետք է 10-րդ տայի։ Մտքերով ընկա, թե բա ոնց եմ հասցնելու, ախր մենակ ուսանող եմ Երևանում, նույնիսկ մտքովս անցա, որ հաջորդ ամիս կտամ, երբ աշխատավարձ կստանամ, բայց այդ պահին ասեցի, չեն անեմ, դու ուխտ ես արել տիրոջ հետ, որ պետք է քո 10-րդում հավատարի մնաս։ Ու այդ պահին հիշեցի Մաղաքյա մարգարեության մեջ գրված 3:10 խոսքերը. Բոլոր 10-րդը գանձատուն բերեք, որ իմ տանը պաշար լինի, եւ ինձ փորձեցեք դրանով, ասում է զորած Տերը, թե ձեզ համար երկնքի պատուհանները չեն բացի, որ օրհնություն թափի ձեզ համար, մինչեւ այլևս տեղ չլինի։ Այս խոսքերը ինձ բացատրում է, որ հավատարմությունը ոչ թե իրավիճակներով, այլ մեր հնազանդությամբ է չափվում։ Եվ ես որոշեցի, որ պետք է հավատարի մնամ, եւ այդ օրը տվեցի իմ 10-րդը, ու հաջորդ օրը Տերը եռակի անգամ օրհնեց ինձ, ստացա պարգևավճար, որի մասին ոչ գիտեի, ոչ էլ մտածել էի ընդհանրապես։ Ու այդ պահին հիշեցի Ղուկասի ավետարանում, որ ասվում է տվեք եւ ձեզ կտրվի։ Աստծուն տալը երբեք կորուստ չի լինում, այլ միայն առատություն է բերում։ Եվ երբ մենք մեր ունեցածը տալիս ենք հավատքով, Տերը ավելին է անում մեզ համար։ Ուզում եմ նաև կարդալ Պողոսի խոսքերը, 2-րդ Կորինթացիների 9-րդ 6 խոսքը։ Բայց ես ասեմ, թե խնայողությամբ սերմանողը խնայելով էլ կհնձի, իսկ առատությամբ սերմանողը առատությամբ էլ կհնձի։ Այս խոսքերն ինձ ասում են, որ Աստված հավատարիմ է, եւ երբ մենք մնում ենք հավատարիմ մեր մասով, նա անում է ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել։ Փառք Տիրոջը իր անսահման հավատարմությամբ ու առատ օրհնությունների համար։ Ամեն։ Խնդրեմ համեցեք նստեք։ Ողջույն սիրելի Աստծոտուն, Աստված օրհնի բոլորիդ, շնորհակալ եմ Հովիվ ջան այս պատվի համար, որ այսօր կարող եմ այստեղից վկայել իմ բժշկության մասին ու շնորհակալ եմ իմ առջևից քայլող բոլոր առաջնորդներին։ Իմ խոսքը կցանկանամ սկսել Մարկոսի 5:25-ից մի պատմությամբ։ Եվ մի կին, որ առնահասություն ուներ 12 տարի եւ բազմաթիվ բժիշկների կողմից շատ էր չարչարվել եւ իր ամբողջ ունեցվածքը ծախսել ու ոչ մի օգուտ չէր ստացել, այլ ավելի էր վատացել։ Երբ լսեց Հիսուսի մասին, եկավ նրա հետևից ու ամբողջի մեջ դիպավ նրա հանդերձին։ Մտածում էր, եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, կբժշկվեմ։ Եվ անմիջապես նրա արյան աղբյուրը ցամաքեց եւ իր մարմնի մեջ զգաց, որ բժշկվեց այն աղտից։ Եվ Հիսուս իսկույն ինքն իր մեջ իմացավ, որ իրենից զորություն դուրս եկավ եւ դառնալով ժողովրդին ասաց. Ով դիպավ իմ հանդերձին։ Եվ նրա աշակերտներն ասացին նրան. տեսնում ես ժողովուրդը նեղում է քեզ եւ դեռ ասում ես, թե ով դիպավ իմ հանդերձին։ Եվ նա շուրջն էր նայում ու այդ բանն անողին տեսնի։ Իսկ կինը վախենալով եւ դողալով, քանի որ գիտեր, թե ինչ կկատարվի իր հետ, եկավ նրա առջև եւ ամբողջ ճշմարտություն ասաց նրան։ Եվ նա ասաց նրան. աղջիկս, քո հավատը քեզ բուժեց։ Գնա խաղաղությամբ եւ բժշկվիր քո տառապանքից։ Ես ցանկանում եմ վկայել, որ ես բժշկվեցի։ Ես
ունեի ձեռքերի շատ ուժեղ ցավ, նաև ոտքերի հատվածում, գնում էի տարբեր բժիշկների մոտ, ամեն բժիշկ տարբեր ցուցումներ էր տալիս ու ըստ դրա ես ստացել եմ 3-ից 4 բուժում, տարբեր դեղեր եմ խմել, բայց ոչ մի օգուտ չկար։ Միևնույն է բժիշկները չէին հասկանում, թե որն է ցավի պատճառը։ Մի կիրակնօրյա հավաքույթի վերջում մոտեցա Հովիս, խնդրեցի նրան, որպեսզի աղոթի իմ համար։ Նա աղոթեց եւ այդ օրը ես գնացի տուն ու այլևս չունեի ոչ մի ձեռքերի ու նույնիսկ ոտքերի ցավ։ Ու այդ պահից մինչև օրս չունեմ ոչ մի տիպի ցավ։ Խոսքս այն է, որ դուք էլ անեք ձեր հավատքի քայլը եւ Աստծո պատասխանը հաստատ չի ուշանա։ Փառքերն Աստծուն այսօրվա համար։ Ողջունում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, Աստծո թանկ զավակներ։ Տերը շատ օրհնի բոլորիդ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ գտնվում եմ իր տանը մեջ։ Ընձեռնել է ինձ, որ այստեղից խոսեմ Աստծո խոսքը։ Կիսվելու ձեր հետ։ Շնորհակալ եմ Տիրոջը։ Ուզում եմ մի փոքր վկայություն անեմ, որ 10 տարի առաջ եկեղեցի եմ եկել։ Ինձ բերել է մեր հարևան Սվետը, որ հիմա այստեղ չէ, հիվանդ է ինքը։ Ասեց մի հատ լավ տեղ եմ գնացել, ուզում եմ ձեզ էլ տանեմ։ Մենք հաջորդ օրը եկանք, 10 տարի արդեն եկեղեցում եմ։ Բժշկության ծառայություն էր։ Ես ուղղակի բժշկի անուն լսելով եկա եկեղեցի։ Դե բոլոր բժիշկներն էլ ծառայում են հիվանդներին։ Որ եկա եկեղեցի մտա, ներս մտա, տեսա լիքներ, դալիճը լիքներ, միտեղ գտանք նստանք։ Ասի ես քան ժողովուրդ որ կա, այս մի բժիշկը ինչ պետք է անի ժողովրդին։ Բերի ասել մեզ բժշկության ծառայության են գնում, եկել եմ, բա բժիշկն ուրա։ Ասես մի րոպե սպասել, իսկ սկսեցիր քո անհամբերությունը, մինչև վերջ Սվետի վրա ջղայնացա Հովիս տեսա բեմի վրա, դեն ժամանակ չգիտեի ով է։ Հա։ Հովս խոսեց, հետո վերջում աղոթեց։ Սվետին ասում եմ, այդ բժիշկը չեկավ հլա այս Սվետ։ Միշտ հոդերի խնդիր եմ ունեցել։ Ասեց, պետք է հովիվը աղոթի, այդ հոդերը կանցնի։ Այն մանկան հավատքով հիշում եմ առաջի հենց օրը, շաբաթ օր էր, հովս աղոթեց։ Սվետ քուրը զորով հանեց բեմի վրա, ասեց գնա հովիվը կանչումա փորձեք, ասում եմ ինչը փորձեմ։ Հիմա ասում եմ քայլելով հերի չեմ կարում ես 3 աստիճանը բարձրանամ վերև, այ մարդ ասում եմ ընկի թևս բարձրանամ, տեսնեմ ինչ անելու։ Հովս տարավ, բերեց, տարավ, ասես գնա ես գլուխ արի ստեղ, գնա ես կոմենքում, ինձ մոտ բան փոխվեց։ Ես դեղերի վրա այնց որ պետքա դեղ խմեմ, գիտեմ բժիշկը դեղ պետքա նկարի, ինչպես միշտ ռեցեպտ գրի, որ գնամ դեղ վերցնեմ, ինչ անեմ, չգիտեմ։ Ասեց քայլի, ես է քայլեցի, այ մարդ լավ բրծանք։ Հիմա մոտս փոփոխություն կա։ Գնացել եմ տուն, ասում են ինչ եղավ այդ բժշկությունը, բժիշկ այ մարդ ասում են բժիշկ չկար, լիքը ժողովուրդ կար, առած բժիշկ տեղ էր։ Ինչ Տեր ինչքան գործ արի ինձ հետ, շնորհակալ եմ, փառքեր Տիրոջը, փառքեր։ Ասեցի լավ, Կիրակի օրն էլ գնացել եմ, անհամբեր սպասում եմ Կիրակի օրվան, որ շուտ նորից գամ։ Հիմա Սվետին ասում եմ, Սվետ ջան, այսօր էլ գնանք։ Վերջ էլի նորից աղոթեց հովիվը, ես նորից բեմ բարձրացա։ Արդեն երեկվա վրեն ոնց որ մոտս մանկան հավատքի նման փոփոխություն կար։ Հա, այս անգամ ինքնուրույն բարձրացա ես բեմ։ Հա, բարձրացա բեմ, իջա դրանից հետո սկսվեց իմ եկեղեցի գալը։ Ճիշտ է, միշտ խոսալով ինչպես միշտ իմ բնավորության համաձայն գնում գալիս էի, խոսում էի, բան էի անում, այ մարդ ասում էի, էս չի լինի, մի օր երկու օր, բայց իմ մեծ փոփոխություն եմ տեսել։ Փառքեր Տիրոջը, որ հետ եմ նայում իմ անցած ճանապարհը, այն օրից մինչև հիմա չեմ պատկերացնում, որ այսպես կփոխվի մարդը։ Տերը ինչ գործ արել ինձ հետ, Աստված ջան։ Շատ անհամբեր եմ եղել, շատ
դատող եմ եղել, շատ բամբասող եմ եղել, դե գործի չի գնում, էդ էլ իմ գործն էր։ Չեմ աշխատել, դրանով եմ զբաղվել։ Չէ, Հովիվ ջան, Աստծո խոսքն ա փոխել ինձ, փառքեր Տիրոջը։ Չէ, ես բժշկության համար եմ վազել, բժշկի անուն եմ լսել, վազել եմ եկեղեցի։ Ես չգիտեի, Հովիվ ջան։ Եկաս կի բժշկին էլ չտեսա, Սվետին չթողեցի մինչև վերջ լսեր։ Եթե մեկը ինձ ինչ-որ մի բան ասեր, անպայման պետքա պատասխան ստանար։ Դե ես միշտ ասում եմ, իմ գործն ա եղել։ Մի քիչ գործանում էի, մնացած գործին, ես էլ վերևից իջնում էի ներքև, սկսում էի նստել ներքև ու նրան քննադատել, խոսալ, բամբասել մինչև գար ճաշի ժամը։ Շնորհակալ եմ Տիրոջը։ Փառքեր Տիրոջ իր արած գործերի համար, որ իմ կյանքի մեջ երևում ա։ Պատմում եմ բոլորին։ Եթե մեկը ինձ վիավորեր, երբեք անպատասխան չէր մնալու, ստանալու էր։ Այն որ ասում ա ոնց որ հետս գլուխ չէին դնում, որ հանկարծ ինչ-որ մի բանի։ Իսկ հիմա եթե մեկը որ խոսում ա, ես լռում եմ, դե դիմացի մարդը ավելի շուտ ա փոխված վիճակը տեսնում։ Ես լռում եմ, ասում եմ Տեր ջան, փառքերը քեզ, ոնց կարաս լռեցնես ինձ այսքան։ Եթե մարդը հիմա նորից վիավորում է, նենց չեմ վիավորում։ Ուղղակի մնում ա անպատասխան։ Շնորհակալ եմ Տիրոջ իր գործերի համար, փառքերն Աստծուն։ Կարդալուց լավ եմ, Հովվիս ամեն մի խոսքը ասեմ լավ հիշողություն ունեմ, Տերը շատ օրհնի, շնորհակալ եմ Տիրոջը, վերցնում եմ սպունգի նման ամեն ինչ որ կա, մի անգամ որ գիրքը կարդում եմ, փակում եմ, հաջորդ անգամ ինձ էլ պետքը չի, բաներով բացում եմ արագ, համ խոսքերն եմ հիշում, համ էլ Հովվիս բոլոր ցուցումներ, ինչ որ տալիս ա ես վերցնում եմ, շնորհակալ եմ, զարմանում եմ, թե ոնց ա Տերը կարողացել մարդուն այսպես փոխել, ես գիտեմ Տիրոջ համար անհնարին ոչինչ չկա, փառքեր Տիրոջը, թակել եմ Տիրոջ դուռը, Տերը բացել ա, շնորհակալ եմ Տիրոջը, ամեն ինչի համար, Երեմիա մարգարեի մեջ այսպես է ասում, կանչիր ինձ և ես պիտի պատասխանեմ քեզ, և քեզ մեծ ու հզոր բաներ պիտի ցույց տամ, որ դու չգիտես։ Իսկ մարգարե Եսայա մարգարեն 40:31-ում ասում է, սակայն նրանք, ովքեր Տիրոջն են ապավինում, որ ես ապավինում եմ Տիրոջը, պիտի նորոգեն իրենց ուժը, արծիվների պես, թևերով վեր պիտի սլանան, պիտի վազեն ու չպիտի հոգնեն, պիտի քայլեն ու չպիտի նվաղեն, եթե մնանք խոսքի մեջ կհաղթենք, փառքերն Աստծուն։ Շնորհակալ։ Ողջունում եմ ձեզ սիրելի Աստծո տուն, օրհնված լինեք։ Շնորհակալ եմ բոլոր առաջնորդներից, օրհնված լինեք։ Ես ամեն վայրկյան փառք եմ տալիս Աստծուն, որ գտավ ինձ եւ ողորմեց։ Լինելով այսքան մեղավոր, Տերը ինձ բարձրացրեց։ Կարճ վկայեմ իմ մեծ եղած եսի մասին, որն այնքան բարձր էր, որ թույլ չէր տալիս սխալներս նկատեմ։ Բայց Տերը բարի է։ Ջրով մկրտությունից հետո իմ մոտ ամեն ինչ փոխվեց։ Սուրբ Հոգին սկսեց քիչ-քիչ ցույց տալ իմ բնավորության վատ գծերը։ Ես այնքան էի սիրում իմ անձը, որ համարում էի, որ ես անսխալ եմ, ես ճիշտ եմ։ Ես մտածում էի, որ ես խոնարհ եմ, բայց արի ու տես, որ դա ինձ թվում էր։ Տիրոջ հետ սկսվեց փոխվել իմ էությունը։ Սուրբ Հոգին քիչ-քիչ ցույց էր տալիս ինձ իմ սխալները։ Ես սկսեցի աղոթել, որ Տերը փոխի ինձ, ու սկսվեց հրաշքը, եւ փոխվեց ամեն ինչ, փոխվեց ընտանիքս։ Ես օր-օրի սիրահարվում էի իմ փոխված էությանը ու հասկանում, որ դա դեռ սկիզբն էր։ Աղաղակում էի Տիրոջը, որ ինձ ցույց տա իմ սխալները։ Տերը ողորմեց ընտանիքս, երեխաներիս, փառքեր Տիրոջը։ Այն օրվանից, որ ես սկսեցի փոխվել, Տերը փոխեց ամեն ինչ իմ ընտանիքում ու ես հասկացա, որ հայելին պետք էր շրջեի իմ վրա, այլ ոչ թե ուրիշների կողմը։ Հովիվ ջան, ձեր փոխանցած խոսքից իմ սրտին ամուր կպավ 4 կետերը, որակ, միաբանություն, զորություն եւ փառք։ Ես փափագում եմ ունենալ Տիրոջ համար հաճելի որակ։
Փառք Աստծուն ձեր համար, որ այսքան կրթում եք մեզ։ Իմ համար ձեր հայտնությունները կյանքի դասեր են եւ դաստիարակում են ինձ։ Որպես վերջաբան ուզում եմ ավարտել Սաղմոս 9 առաջի երկրորդ խոսքերով. Փառաբանելու եմ քեզ, ով Տեր, իմ ամբողջ սրտով։ Պատմելու եմ քո բոլոր հրաշալի գործերի մասին։ Քեզանով եմ ուրախանալու ու ցնծալու, քո անվանը Սաղմոս եմ երգելու, ով բարձյալ։ Հալելույա։ Աղոթում եմ, խնդրում եմ եկ Տեր Հիսուս, ինձ այսօր նորոգի, եկ կարծում եմ չեմ հաղթի, որ երբեք չի մարի Եկ Տեր Հիսուս սպասում եմ քեզ սրտաս հավատքով խնդրում եմ ամեն բան փոխիր ու ինձ ամոքիր կարիքը Եկ ամեն բան փոխիր Իմ տունը քեզ մոտ քո երկնքում է Եկ Տեր Հիսուս Եկ Տերը կա չեն լինելու Այսօր Տերը գա որ հավատա զորության իրական ու խոնարհել երկրպագ են նրա Եկ Տեր Հիսուս
Բարքերը քեզ լինի Հավիտյան։ Մերսի քեզ Տեր, որ թույլ տվեցիր միասին պաշտենք քեզ։ Շնորհակալ ենք ամեն բանի համար եւ հիմա էլ խնդրում ենք, որ Տեր Աստված խոսքի ընթացքում մեր միտքը չսավառնի ոչ մի տեղ։ Դա լինում է անկախ մեզանից։ Մեկ էլ մի խոսք, որ վերցնում ենք, հետո գնում ենք մտքերի մեջ դրա հետևից գնում եւ մտքից միտքը առաջանում։ Բայց այսօր մենք խնդրում ենք, որ ավելի խոսքդ գործ անի։ Եվ այդքան էլ էական չի խոսքը, ինչքան խորը կլինի, բայց ավելի էական է, թե ես ոնց կվերցնեմ խոսքը։ Տեր Աստված, խնդրում եմ, որ մեզ իսկապես դարձնես գործիչներ, մեզ իսկապես դարձնես մասնագետներ, որովհետև քո ասած աղը հենց այդ մասնագետն է։ Քո ասած աղը դարերի ընթացքում ընդերքում փոխվել է, ծածուկի մեջ փոխվել է, եւ հետո ինքը մի յուրահատուկ կերպ է ստացել, համաստացել, որ կարողանում է ամեն անհամությունը շտկի։ Խնդրում եմ մեզ այդտենց դարձրու, մեզ ծածուկի մեջ դարձրու այն մասնագետները, որ տեսնելով տանջվող մարդուն կարող են ձեռք մեկնել, կարող են ասել ես այդտեղ եի եւ ինձ Աստված այդտեղից հանեց, որ լույս լինենք, ինչպես դու ես ասել, մի քաղաք, որ բարձրում է բնակվում եւ մարդիկ հեռվից լույսը կտեսնեն եւ կփափագեն դեպի լույսը։ Խնդրում ենք քեզ, սա քո համար անհնարին չի։ Մեր համար անհնարին է, եթե դու դա չանես, բայց քո համար անհնարին չի։ Եվ մենք հոժարում ենք, Տեր։ Քո համար անհնարինը միայն նա է, որ մենք չհոժարենք, որ մենք չուզենք, որ մենք մեզ արդարացնենք, որ փնովենք ուրիշին եւ չտեսնենք մեր խնդիրները, բայց սիրելի Աստված, մենք քեզ ասում ենք, որքան որ ստացվել է, որքան որ գիտենք, այդքանի մեջ ուզում ենք քեզ ասենք, բարի գալուստ, բարով ես եկել, արի մեր սրտերի մեջ, Տեր Աստված, արի բան փոխի մեր կյանքերի մեջ, Տեր Աստված, արի մեզ քո ուզածը դարձրու, քո մարմինը դարձրու, որ խոստացել ես, որ մարմինս երկրի վրա է եւ ես միայն գլուխն եմ երկնքում, դուր որ իսկապես մեզանով բան փոխվի, նախ մեր կյանքում բան փոխվի, հետո էլ մնացած ազգաբնակության մեջ, եւ քեզ լինի փառքերը այսօր ու հավիտյան, խնդրում եմ, որ կրկին անգամ, որ մեր սրտերը բացվի քո խոսքի առաջ եւ միտքը չսավառնի եւ արդյունք լինի, հանուն Հիսուսի փառքը քեզ, ամեն, ամեն, համեցեք փառքը Տիրոջը, մերսի քեզ, Հայր Հիսուսի անունով, Տեր օրհնի համեցեք, մերսի փառաբանության համար, որ մեզ առաջնորդեցիք եւ մինչ որ կանցնեմ խոսքին, նախ ասեմ, որ մեր կապանի եկեղեցու զավակները, որոնք որ Երևանում ուրեմն այս ընթացքում ուսանող են։ Նրանք են եւ Նուբարաշենի Լարիս քուրը։ Տեր օրհնի, այո, Տեր օրհնի։ Ես երբեմն ուզում եմ խոսողին խոսացնեմ, որ ինքը ավելի հեշտ անցնի այդ ընթացքը ու կարողանա պատմի, որ ախր որ մեկս գիտեինք, որ մենք բամբասող ենք։ Հիմա Լարիս քուրս ընտիր ասեց այդ ամենը, բայց իրան հələ մեկ կարար ասել դու բամբասում ես։ Նախկինում կարային քեզ ասեն, որ դու բամբասում ես։ Դու չգիտեիր, որ բամբասող ես, չէ։ Ուղղակի էսի սենցա, նրա ունքը նենցա, նրա մազը նենցա, դու մեղավոր ես, որ տենցա։ Ուրեմն Աստծո խոսքը մեզ բացահայտեց։ Երբ որ մենք խոսքը լսեցինք, հավանեցինք խոսքը, եթե մենք հավանեինք էլի մեզ, եթե մենք էլի մեզ հավանեինք, խոսքը չէր կարող ներս գալ։ Ահա Տերը սենց ասում եւ բոլորիս, ահա ես թակում եմ դուռը, սրտի դուռը, եթե դու բաց անես, ամբողջ հարցը նա է, դրսից չկա բացիչ։ Այդ դռան, մեր սրտի դռանը դրսից չկա, եւ Տերը չի կարողանում բացի։ Եվ ինքը ասում է, եթե դու բացես, ես ներս կմտնեմ։ Հիմա նույնը տենց կատարվեց իմ հետ, երբ որ ես 34 տարի առաջ բացեցի սիրտս ու ասեցի Տեր, խնդրում եմ, որ գաս եւ վերստին ծնես ինձ։ Բայց տենց է կատարվում միշտ։ Երբ որ մենք խոսքը լսում ենք, մենք ենք որոշում, դրան տեղ տանք, թե տեղ չտանք։
Երբ որ խոսողը խոսում է, մեկ էլ ինչ է կատարվում մեր հետ, որ մտքի մեջ ենք ընկնում ու չենք կարող հասկանանք, այսինքն մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է այդ խոսքը վերցնենք ու պետք է այդ խոսքը վերցնենք եւ գնանք տեսնենք մեր սրտի դարակներում, այդ արժեքային համակարգում մենք ոնց ենք մտածում։ Եվ խոսքը ինքը լույս է տալի եւ մենք այդ ժամանակ հասկանում ենք, որ Սուրբ Հոգին մեր կյանքում հասել է այնտեղ, որ ուզում է մեր ներսի այդ ինչը փոխի։ Մենք կարանք թույլ չտանք, տենց էլ մնանք։ Եվ այսօր պիտի մի փոքր խոսեմ նման մի բանի մասին, բայց եթե վերցնենք խոսքը գնանք, բոլոր նրանք ում հետ բան է կատարվել, գիտի որ սենց է տեղի ունեցել, հա, կան ձեռքեր, եղել է տենց դեպք, այս ձևով, մենք բացահայտվում ենք, եւ ես բազմիցս խոսել եմ, որ երբ որ դու բացահայտվում ես Աստծո առաջ, Թշնամին փորձում է ասի, որ այս ես դու էլի, այդ չես դու, արժանի չես, բայց մի թույլ տվեք, Աստծո հայտնությունը թշնամու զենք, մի թույլ տվեք։ Ինչի, որտեվ թշնամին այնքան անշնորհք է, որ մինչև անգամ իր թշնամին էր արել, որ Ադամը կերել էր այդ կեղտոտ պտուղը։ Հա, թշնամին էր արել։ Ահա։ Հիմա ինքը փոխանակ հասկանա, որ ինքն է մեղավորը, դրա պատճառով Աստված իր որդուն է ուղարկել։ Հիմա եկել է Աստծո գրածով փորձում է որդուն։ Երբ որ Սուրբ Հոգին ձեր հետ աշխատում է, որ այսինչ բանը ոնց որ լավ չի, դա աշխատում է նրա համար, որտեղ դու այդքան կաս արդեն, որ կարողանա հաջորդ քայլը ցույց տա, որ ասի այ քո սրտում էս ինչն է, արի փոխենք, ես կտամ իմ էս ինչը, դու տուր քո էս ինչը։ Օրինակ վախը, տուր ինձ վախը, եւ ես քեզ կտամ անվախությունը, համարձակությունը, հա? Կամ որ տատանվում ես միշտ, տուր ինձ քո այդ տատանվող բնավորությունը, ես կտամ իմ կայունությունը քեզ։ Ինքը երբեք գործ չի անում այնտեղ այն մարդու հետ, որը այդտեղ չի հասել, հիշեք ես։ Եթե մի բան, խոսքից մի բան, քո սրտին կպնում է ու դու վատ ես զգում, որ դու տենց ես, թո տևի մի րոպե վատ զգալդ։ Հետո դու հասկացի, որ Սուրբ Հոգին քո հետ հույս է կապել, որտեղ խոսք ասում է, հայրը միայն որդիներին է հանդիմանում, ուրիշի հետ գործ չունի, թողում է հասնի, թողում է մինչև վերջ, մեկ էլ հավիտյան գնում են կորուստի, հասկացաք։ Ուրեմն մի վախեցեք, երբ որ Սուրբ Հոգին մի բան ուզում ասի, որ դու այս սենց ես։ Սուրբ Հոգու առաջ չեմ ասում դառնանք չազդվող։ Ասենք, հա, ես սենց եմ։ Չէ, այդ չեմ ասում։ Բայց դուք պիտի հասկանաք, որ այդ բժիշկը, այդ էություն փոխողը հասել է այդտեղ, դու որտեվ հասել ես այդտեղ, ինքը ուզում է դրանից քեզ ազատի, որ դու ավելի ազատ լինես, ավելի օրհնված լինես, ավելի ուժեղ լինես։ Հասկացաք? Եվ Քրիստոսի էությունը սենց է։ Նայեք, ուրեմն ինքը սկզբից վերցրեց մեր ամենը, ուխտի ընկերը։ Սկզբից վերցրեց մեր ամենը, մենք տեղյակ էլ չենք։ Հիմա արդեն հետո որ տա իր ամենը, ինձ, ես ծնվել եմ 1964։ Վերջը, այս թվականին եմ, չէ ծնվել։ Հիմա երբ որ ես դարձեկա գլխի ընկա, այ իրա այն որ իմը վերցրել էր, այն որ Ադամի ամբողջ մեղքի բնությունը վերցրել էր, հիմա ես արդեն կարող եմ, քանի որ ինքը վերցրել ամբողջը։ Հիմա ես արդեն կարող եմ իրանը վերցնել ինձ, ու սա դարձավ ուխտի ընկեր։ Ուխտի ընկերոջ իմ ամենը իրանն է։ Լավ լսեք։ Ուխտի ընկերոջ իմ ամենը իրանն է։ Լավա վատա ինչ կա չկա։ Ուխտի ընկերոջ իմաստը էտա։ Իմ ամեն ինչը իրանն է։ Եվ դրա համար ինքը զարկվեցավ։ Եվ դրա համար ինքը պատժվեց իմ փոխարեն, որտեղ իմ ամեն ինչը պատժի էր արժանի։ Հիմա եկել է ժամանակը, որ իր ամեն ինչը իմը դառնա։ Ոնց? Խոսքի միջոցով խոսքը գալիս է իմ սիրտը, թույլ եմ տալի, մտքիցս գնա սիրտ, այսինքն ոնց եմ անում։ Լսեցի, երկար մտածելու փոխարեն իրան ընդունում եմ։ Մի տեսակ ոնց է ծամելուց հետո կերակուրը կուլ տալի, ոնց է այդ անում։ Շատ ջանք է դրան։ Հիմա տենց մի հատ բան կա, երբ որ լսում ենք այս ականջով, պետք է իրան կարողանանք ընդունենք ներս։
Պարտադիր չի ամեն խոսքին ասես ես քեզ ընդունում եմ, բայց հենց դու ընդունելություն իրան ներկայացնես, պարտադիր չի բարձրաձայնը, բայց ընդունես։ Ինքը կգնա ներս արդեն, դեպի սիրտ, ինքը չի ստիս մտնինից գնա։ Այսինքն մտքից հետո ինքը կգնա սիրտ, եւ միտքը սրտի դուռն է, հենց դուռը սիրտն է։ Սրտի դուռը հենց միտքն է։ Հիմա խոսքը ասում է ինչքան ինքը բացվում, փակվում է, դե մտքում ինչ կա, այդ է լցվում է սրտի մեջ։ Որ լցվա սրտի մեջ, շինա մատերիալը այդ է, դրանով բան է սարքվում։ Օրինակ խեղճ լինես կնստեն գլխիդ։ Եթե դու առաջինը չխփես, քեզ կխփեն։ Եթե դու բանվասելու դիմաց այդ լարս ինչ էիր ասում, որ մեկը փորձեր քեզ վիրավորել, դու մեծ կտոր ականջը կթողեր։ Էսի միտքա, չէ։ Սա կամած դուռը, որ բացվում, փակվում է սրտի, սա գնում լցվում այնտեղ։ Այնտեղ էլ կա շինարարական թիմ։ Հիմա այդ եղածով բան են սարքում։ Եվ տենց կառուցվում է մեր արժեքային համակարգը, տրամաբանությունը, մեր եսը։ Հիմա երբ որ մենք խոսքը լսում ենք, ուր եկավ միտք, չէ։ Եկավ միտք, մտքում, որ իրան ողջունում ենք, ուրախությամբ, սենց ուշադիր լսում ենք, ողջունում ենք, ինքը միտք դարավ, չէ։ Այդ միտքն է սրտի դուռն է ասում է։ Ուրեմն այդ մատերիալը կլցվի ներս։ Եվ Աստծո հոգին այնտեղ գործ կանի, արդեն ուրիշ մարդ կսարքի։ Այլևս ոչ թե ես կլնեմ կենթանի, այլ Քրիստոսի մեջ։ Ոնց որ Պողոս առաքյալը գրում է։ Այսպես լավ բան է։ Չես ուզում փոխվես, հա դու կլնես։ Ուզում ես էլ ձախորդություններ չլինի, փոխվի։ Էդի դու ես անում, ոչ թե Աստված։ Էդի Աստված չի, այ դու վատն ես, դրա համար ես քեզ չեմ օրհնում, չէ։ Այդ քո էությունն է։ Ուզում ես բան փոխվի, երբ որ խոսում է հաջողակ մարդը, ես սա շատ վաղուց եմ ասել։ Մի մտածի, որ ինքը իր պապը փող էր թողել, դա համար ինքը ասեն, թե այդ մարդը տենց ուղեղը տենց չլներ, այդ փողը վաղուց ծախսը պրծել էր։ Հիմա պետք է լիներ մի հատ մարդ, որ պատմեր, ես նախքինում իմ պապը սենց եղել, ես կարայի սենց լինեի, բայց չեղա։ Այդ կպատմեր։ Եթե ինքը անգամ եթե իրան փող են թողել, ինքը դարել է, ուրեմն իրան մեջ կա մի բան, որ դու պետք է մի հատ լսես, գլխին գնես, ինչն է, այդ ինչն է, որ ինքը հաջողակ է։ Տարիքը կապ չունի, որտեղ ես ապրում կապ չունի, ինչ ֆինանսական միջոցներ ունես, էլի կապ չունի։ Միայն եթե Աստծո խոսքին ուշադիր լինես, որտեղ որ ես, ուրիշ տեղ կհայտնվես։ Աստծո խոսքը ինքը պրավադնիկ է, ինչ է ասում։ Ասում է Աստծո խոսքը իմ ոտերի համար լույս է։ Է որ մի հատ չընկնես, երկու հատ չընկնես, 10 հատ չընկնես, այնա լավ տեղ հասար էլի։ Աստծո խոսքը ես տեսել եմ, որ մարդու աչքերի համար է լույս։ Էսի գցում է նրա աչքին, այնա գցում է նրա աչքին։ Ես այդ տեսել եմ։ Ես այդ ընթացքը անցել եմ իմ մանկության մեջ։ Այսինքն ես քո մոտ եմ ցուցադրվում, որ հոգևոր եմ, դու իմ մոտ ես ցուցադրվում, որ դու գիտես, դու այնքան կարևոր ես։ Ես էլ կարևորն եմ, դու էլ։ Դու էլ մնա 5 տաշտակով, ես էլ մնամ։ Քանդում եմ այդ ամենը։ Մենք 5 տաշտակով մնացողը չենք։ Ամեն, որտեվ Աստծո հոգին թողած իր գործը իմ հետ գործ անում։ Ամեն։ Եթե Աստծո հոգին իմ հետ գործ անում, ես պետք է մնամ 9։ Այնա ես կսովորեմ, կփոխվեմ ու ուզում եմ որ դառնանք։ Ամեն։ Այսինքն, եթե դու բարի բան ունես, կարաս բաժնեք ցսել, չէ՞։ Բայց եթե 3 այսօր նույնն է, ես հավատացի հետո չեղավ, խի չեղավ, Աստծո խոսքը սուտ է խոսում։ Ուրեմն մի բան այն չի։ Եվ ես վերսիան հանեք ձեր մտքից, որտեվ Աստվածի մեջ չունի, որ չունի, խիա քեզ համբերում։ Հələ մի հատ ասա։ Կամ խիա միտքդ բացե, որ դու լսել ես Աստծո ձայնը, դարձի ես եկել, բա խիա բացել։ Ինձ օգնում է այս ամեն ինչ։ Օգնում է քեզ։ Ուրեմն իմ ճանապարհը Հիսուսից պետք է չշեղվի։ Եթե անգամ ես սայլակի վրա եմ լնգած, ոսել թոփալ, չգիտեմ ինչ, քաշ տալով, մեկը Հիսուսի հետ։ Դժվար կմտնեն Աստծո արքայությունը բոլոր նրանք, որ սրտում ստացվածքներ ունեն։ Եվ մենք խոսել ենք սա հարստության մասին չի ընդհանրապես։ Մենք խոսել ենք, որ ստեղ այս մարդը գալի ասում է բարի վարդապետ, Տեր Հիսուս ասում է ինչ ես իս բարի ասում։ Արդեն Հիսուս իրան առիթ է տալի։ Այդ տղա, մի հատ դարձյալի կեղծավորությունից է։
ինքնագոհությունից դարձի արի։ Այս մարդը պետք է ասեր, օրինակ պետք է Պետրոսի պես ասեր, որովհետև դու Աստծո որդին ես։ Սա ապշին ասեն, այդ ով քեզ հայտնեց։ Մարդը չէր կարող հայտնել, ուրեմն Աստծո հոգին։ Այ քեզ բան, քո հետ Աստծո հոգին խոսեց, հայտնեց, որ ինքն է Քրիստոսը, որ եկել է խաչվելու, ինքը չուներ հայտնություն, ինքը ուներ։ Հիմա Տեր Հիսուսը ասում է պատվիրանները, որ այս մարդն ասի, ախր ես ով եմ, որ կարանամ պահեմ, գիտես ինչքան եմ ձգտե պահեմ, գիտես ինչքան եմ այդ ձգտե, չի ստացվել, խնդրում եմ մի բան արա, չէ ինքն ասեց, ես մանկուց այդ պահել եմ, արդեն էր շանս չտվեց Տիրոջը, Տերն էլ ասեց, ինք ասեց դատավճիռ, ասեց դե գնա ծախի, չի կարա ծախի ինքը չի կարա ծախի, ինքը ինքնահավանն է, ինքը ինչը ծախի, ինքը սաղոր սրա նրան դատողն է, ինքը եկել էր դե փառավորվելու համար, և մարդը տխրած գնաց, հասկացաք, Հիսուս նենց բան ասեց, որ ոչ թե ինքը հեռացրեց, այլ խոսքը հեռացրեց նրան, հիմա Տերը ասում է, այս մարդը, որ սրտում շատ բան ունի կապված, ինքը չի կարա մտնի, որտև օր է գալի, որ այդ պետք է թողես և չես թողում, ու գնում ես դրա հետևից, ոչ թե նրա հետևից, օր է գալի, որ խաչմերուկային է, հիմա այս մարդը իր օրը արագացրեց, մենք խոսել ենք նրա մասին, որ թշնամին միշտ ցույց է տալի քո էության ամենադժվար բանը, որ այս փոխի, Հիսուսը երբեք ցույց չի տալի այդ բանը, որ այս փոխի, ինքը չէր ասի ծախի ունեցվածքդ, ինքը ասեց, օրինակ, մի ատի, մի սպանի, դրանից հետո եկավ այս խոսակցություն, սա վերջն է, վերջը, հասկացար, Հիսուս ընեց բան ասեց, որ ես ինգա վերջ, բայց Հիսուս չի գալի գցելու համար, ինքը մի հատ բարի վարդապետ տխես ասում, որտեղ միայն հայրն է, ինքը մի հատ ասում է պատվիրանները, տեղեր է տալի, որ դու հասկանաս դու ով ես, իսկ դու բան ես անում, քեզ գովերքում ես, մարդկանց փնովում, և ինքը վերջում ասում է այն բանը, այդի դատավճիռը արդեն, հասկանում եք, և հիմա ես վերադառնամ էլի նրան, որ Տերը չի ասում միանգամից այ հենց այդ, ինքը այ հենց այդ չի ասում, որ գնա ծախի, ուրեմն մի պատանի, որ հարուստեր եկավ Հիսուսի մոտ, և Հիսուս իրան ասեց գնա այդ սաղ ծախի, որ փրկվես, չէ ինքը չի ասում տենց բան, ոնց հասան այդտեղ, Հիսուս շատ շանսեր տալով, և հիմա ես ինչ եմ խոսում, երբ որ ինչ-որ մեկը կամ սատանան, քո մտքին խոսում է, ասում է այս ես դու, հիշի են խոսքը, որ Տեր ասում է, եթե դու իմ վրայի ճուղ ես, խաղողի վազն եմ ես արմատն եմ, դուք ճուղերը, եթե դու իմ վրայի ճուղ ես, եթե դու անգամ պտուղ էլ չես բերում, բայց մի հատ սթից սենց կոշտուկ ես բերել, են չուտվող դարը, խաղողը, որ չի զարգացել, ասպա ես էդ կգնահատեմ, հետո ինչ ասում, ասպա ես քո կյանքում գործ կանեմ, ու դուք փոխվես, ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, փոքր բաները, որ դուք խնդրում եք, այն ինչ որ դուք կարաք փոխեք, Տերը գալիս է կամ քչի մեջ հավատարիմին, մաքրում սրբում է, որ ինքը ավելի պտուղ բերի, այն ինչ որ այսօր չի կարում հաղթի, վաղը կհաղթի, չեմ ասում ականջի հետև գցի, ասում եմ հավատարիմ եղի քո քչին, Հիսուսը երբեք չի ասում քո շատը բեր, շատը, չէ ասում է քո քիչը, բայց հավատարիմ եղի դրա մեջ, հիմա այս տղան չկար, էլ ոչ մի բան իրա վրա չի ազդում, Պողոսի ասած Հռոմեացի դաղված է իրա ամեն ինչը, չի ազդում, դա համար ինքը գնաց կորավ, հիմա Տերը ասում է զգուշացում, երբ որ դու նկատես, որ ոչ մի բան վրեդ չի ազդում, չես կարող կուրսեցես, վայ Տեր կներես, ոչ մի բան վրեդ չի ազդում, վախեցի, ինչի, որտև օրենքներ չի ազդում, խոսքներ չի ազդում, Տերներ չի ազդում, քարոզներ չի ազդում, ոչ մի բան չի ազդում, քեզնից պահանջվում է քիչը, շատ քիչը, չէ, շատը երբ է պահանջվել, Սատանան գալի շատն ասում, դու ես չես, դու են չես, այ ես արա հանուն Տիրոջ, այն որ դու չես կարա, որ դու ընկնես ջարդուկ շուրը լնես, ուրեմն Տերը ասեց, լսեք, տեսեք Տերն ասում,
ասում են նրա սիրտը, ով որ շատ է բռնված մի բանով, որ մեկ էլ կյանքը հանկարծ բերի ինտեղ, արդեն հիմա աչ թե ձախ, տեսար պատանին, ասես չէ ձախ, տենց տեսակ չէ, գնաց, տխուր գնաց, Տեր ասեց, եթե մի մարդ սրտի կապվածություն ունի, այդ կապվածությունը այն մինչև Տիրոջ գալը կամ իմ գնալը ոչ մի կապվածություն չեմ ուզում։ Դրա համար ես էլի պիտի հին ռեցեպտը օգտագործեմ։ Որն է հին ռեցեպտը։ Քչի մեջ հավատարի մնալ։ Փոխվելը Տերն է փոխում, ես չեմ փոխվում։ Բայց իմ մասը սա է, ես քչի մեջ կմնամ հավատարի։ Աստված կողորմի, էդ էլ կփոխվի։ Մատթեոսի ավետարան 13-րդ գլխից 24 համարի։ Մի ուրիշ առակ նրանց առաջին դրեց եւ ասեց. Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտուն բարի սերմ ցանեց։ Եվ մարդիկ քնելիս նրա թշնամին եկավ եւ ցորենի մեջ որոմներ ցանեց եւ գնաց։ Եվ երբ որ խոտը բուսավ եւ պտուղ տվեց, այն ժամանակ որոմներն էլ երևեցան։ Եվ տան տիրոջ ծառաները մոտ գալով ասեցին նրան. Տեր, միթե դու քո արտում բարի սերմ չսերմեցիր, ապա ինչ տեղից են որոմները։ Նա էլ ասեց նրանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նրան. Հիմա կամենում ես, որ գնանք քաղենք նրանց դուրս հանենք։ Նա էլ ասեց. Ոչ։ Միգուցե որոմները քաղելիս ցորենն էլ նրանց հետ պոկեք։ Թող տվեք, որ երկուսը միասին մեծանան մինչև հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կասեմ առաջ որոմները քաղեցեք եւ նրանց խուրց կապեցեք այրելու, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարի մեջ։ Նախ եւ առաջ սա վերաբերվում է մեր Աստծուն, որ ինքը ստեղծեց այս աշխարհը եւ ամեն ինչ որ նրանում է։ Նախ եւ առաջ դրան է վերաբերվում։ Երբ որ պիտի Ադամը անցներ իր շրջանը, տես ինքը Աստծո հետ չէր այդ վաղտ։ Եվ մեր կյանքում լինում է պահեր, որ մենք Աստծո հետ չենք։ Մենք վերստին ծնված ենք, նայեք, Աստված է ստեղծել Ադամին եւ Աստված իր ծնողն էր։ Հողի փոշուց վերցրեց, սաղ ստեղծեց, վերջում էլ քիթ կոկորտից հոգին փչեց եւ մարդը եղավ կենթանի հոգի եղավ։ Եվ ինքը ամեն երեկո իրար հետ էր։ Դու կարաս քո երեխու հետ ամեն օր, ամեն վարքյան լնես։ Դու անգամ ամեն վարքյան չես կարող, քանի ինքը բարուրում է, դաժե այդ վաղ չես կարող։ Երբ որ մարդը Աստծո հետ չէր, այդ գիշերն է։ Մեր կյանքում կան գիշերներ, որ ենթագիտակցության մեջ են, մենք անցել ենք գիշեր ասվածը։ Դա մի բան է, որ դու տեղյակ չես։ Դու չգիտես այդ մասին։ Օրինակ Պետրոսին ասում է Պետրոս, մինչև ակաղաղը կանչելը 3 անգամ ինձ զորանալու ես։ Պետրոսն ասում է ես քո հետ մինչև մահ եւ գերեզման, գիտես սուտ է խոսում։ Քանի անգամ ես սենց որոշել Տեր ջան, ես քո հետ։ Հանկարծ մեկ էլ։ Հիմա երբ որ մենք խոսում ենք խոսքի մասին, այ քիչ առաջ խոսում ենք։ Այ մենք խոսում ենք գիշերվա մասին։ Խոսում ենք գիշերվա մասին, թե ոնց այդ լույսը պետք է գա մեր գիշերի մեջ, ցույց տա մեր դարակում, մեր պոլկայում, մեր չգիտեմ այդ հարթակում, թե ինչ կա այդտեղ։ Ինչի, որտեղ մենք մի օր դրսևորվելու ենք։ Եվ մեր մեջ դրսևորվելու է, այ անկախ մեզանից մեր որոմը։ Անկախ մեզանից մեր Ադամը, ինքը անկախ մեզանից է դրսևորվում։ Մարդիկ ասում են ռազմավարները, ավելի լուրջ է այդ պարապմունքների մեջ, քան պատերազմում։ Եթե դու պարապմունքները շատ ճիշտ անցնես ու արդեն դառնա բնազդաբար։ Հիմա ասում եմ, որ խաղաղ ժամանակ պետք է դու դրան անդրադառնաս։ Ինքը խաղաղ ժամանակ է փոխվում։ Երբ որ արդեն դու տագնապի մեջ ես կամ ինչ որ ենթագիտակցություն արդեն բանա իշխելա, դու էլ չես կարա տեղ։ Դու անում ես այն ինչ որ անում ես։ Դու դա ես։ Դու այդ գիտես։ Հիմա տեսար ինչ կատարվեց։ Երբ որ այդ մարդը քնած էր,
Վատ բան եկավ աշխարհ, հասկանում եք, որովհետև Ադամը Աստծո հետ չէր։ Դու պատկերացնում ես Աստծո խոսքը ասում է, որ նրա հրեշտակները ամեն վարքյան սենց ընկնում են ու ասում են, վայ ես ինչ սուրբ ես դու։ Այսինքն հա ինքը նոր բան է տեսնում։ Այսինքն այն հավիտենական Աստվածը, որ այս ինչ սուրբ ես դու։ Ադամը տենց չէր։ Ադամը այդքան էր ուզում։ Իսկ Աստված երբեք չի ստիպվում։ Եվ ինքը գիշերի մեջ սխալ բան արեց։ Երբ որ լույսը տեղ չէր։ Երբ որ Աստվածը տեղ չէր։ Եվ ինքը գնաց ու կերավ մի բան, որ իր տունը քանդեց։ Մեր ենթագիտակցությունն է, մեր տունը քանդում, հասկանում եք։ Հիմա ասեմ ինչ։ Ինչի Դավիթին շատ սիրեց Աստված, որտև ինքը անկախ իրանից, այս մարդը անկախ իրանից շատ լավ բաներ ուներ։ Անկախ իրանից, ասենք, իրա մասին մոռացել են։ Ինքը կյանք է դնում այն ոչխարների համար, որ իրան չի պատկանում։ Ու Աստված տեսավ սրա ենթագիտակցությունը, անկախ քեզանիցը դու ով ես, այ անկախ քեզանիցը։ Հիմա ես քիչ առաջ մի բան ասացի, որ ես թողում, որ ինքդ միտքդ այդքան խոսա, չէ՞, թող Աստծո հոգին սկսի խոսալը, թող փոխված էությունը սկսի խոսալը։ Այ եթե դա արդեն անկախ քեզանիցն է, խնդիր չունես։ Այդ է շատ լուրջ է։ Այ հասել ենք այնտեղ, որ այսինքն այս տանում ենք մեր տուն, այս տանում ենք այնտեղ, թե մեզ ընդեից մեկ-մեկ բերում ենք ստե։ Նայեք, ինքը հանդիպում է Սավողին եւ իր ծառանել հետն է։ Ու ասում է, թուրս հանեմ, սպանեմ մի անգամից։ Ինքը ասում է, չէ, ես չեմ կարող, սոցիալին Դավիթը։ Ասում է, չէ, չեմ կարող, սոցիալին չեմ կարող։ Էսի ով է խոսում, դերասանը, ցուցադրողը։ Ուրեմն առաջին մասը սա էր, որ սրտացավ հայրը, որ տեսել է այդքան ցավ, հիմա էլ մարդ է դառե, հայրը բաժանվել է, ես որ ասում եմ հայրը, ուրեմն արարչագործության ժամանակ նկատի ունեմ հայրը, որդին Սուրբ Հոգին, այդ երեք իրար հետ են եղել։ Հիմա իրանցից մեկը դրա պատճառով եկել է երկիր եւ ասում է, թե ոնց գիշերը բան է տեղի ունեցել, իր դարդն է պատմում, այսի իր դարդն է, իր ցավն է, ու ես ու դու իր դարդի ոնց որ վճարելն ենք, իր մահվան վճարելն ենք, հասկանում ես, ու ես ուզում եմ, որ Քրիստոս իմ կյանքի մեջ բնակվի։ Եվ երբ որ շարունակում ենք ժողովուրդ ջան, ասում է եւ իր ծառաները ասեցին, գնանք քաղենք, ծառաները հայր չեն, եւ հայրը ստոպ տվեց, որ հանկարծ մեզ չվերացնեն։ Ու մինչև այսօր հայրը ստոպ է տալի։ Մեկ էլ արդարադատությունն ասում է, էսի արդեն սենց։ Ու հայրը ստոպ է տալի, ստոպ, որտեղ ծառաները հայրը չեն։ Ծառաները իրանք կատարող են, հրեշտակները չեն բարի, հայրն է բարի։ Այդ հորեությունից է լծվում հրեշտակի մեջ, թե չէ հրեշտակը բարի չի։ Հրեշտակը եկավ կարա սպանի, հենց մի անգամ սպանի, հասկացար ինքը կատարող է։ Եվ նրանք ասացին գնանք շուտ քաղենք, չանեք հանկարծ։ Հանկարծ կարող է մի հատ ընտրյալ, մեկ էլ հանկարծ շփոթեք։ Գիտես ինչի, որովհետև ցողունից չես կարա տարբերես։ Ծլից չես կարա տարբերես, որոմն ու են նույնն են, բոլորը սա նույն մարդն են։ Ոնց են տարբերում, երբ որ սրանք հասնում են, նոր տարբերվում է, նրանց հասկերն էլ է նույնը, շատ նման են։ Փառք իրան, որ հրեշտակները ստացել են ստոպ։ Ես պետք է դառնայի Քրիստոսին, դու ի սկզբանե կանչված ես եղել, հենց նես չէ, հա որովհետև ես մի քիչ բարի էի, դրա համար դարձել եկա, խելքից ձուն գա, քեզից բարիներ կան, մարդիկ Աֆրիկայի ես ինչքան երեխա են կերակրում եւ իրանք լսում են վերստին ծննդի մասին, ձեռը սենց համ թողում գնում են,
Ես գիտեմ, որ եթե Տերը չբացեր, ես չէի հասկանա։ Տենց դու իմացի, որ եթե Տերը չբացեր, չէր լինի վերստին ծնունդ անհնար է հասկանալ եւ չի լինում, պետք է դու ծնվեիր։ Պետք է դու Տիրոջ արած զոհի վճարը լինեիր, արդյունքը լինեիր, հասկանում ես։ Այսքան թանկ ես դու կանչված մարդ ես։ Ու դա հավիտյանը, հասկանում ես։ Եվս մի բան, նախ ասեցի փառք տանք Տիրոջը, կարանք մերսի ասենք։ Նայեք, դուք միշտ պատկերացնում եք, որ մենակ ծափով է ու շատ լավ է, բայց կարանք սրտանց մի հատ ասենք մերսի։ Ոչ մի ուրիշ բան չի որոշում վերջը, ոչ մի ուրիշ բան։ Օրինակ որոմը հասել է, ասում է, երբ որ ցորենը հասնի, քեզանով է որոշում ես աշխարհի վերջը։ Կապ չունի ինչն է հասե, ինչը չի հասե, այ երբ որ դու հասնես։ Այսինքն այդ ամբողջ process ու գործընթացը սպասում է, թե դու երբ կդառնաս, որ գա հնձվորը։ Ինքը սպասում է քեզ ինձ։ Այն նրանց, որ հələ չեն դարձի եկել, նրանք, որ հələ ճիշտ ու սխալ են իրար մեջ որոշում։ Այդ մարդիկ պիտի փրկվեն։ Ասում է, երբ որ ցորենը հասնի, դե ցորեններ կան։ Հələ ծլեր են, արմատներ են։ Լուրջ եմ ձեզ ասում, մենք ընդեից չենք։ Այսինքն մենք ատելությամբ լծվենք նրանց նկատմամբ։ Այն իրանք սաղի նկատմամբ ատելություն է, էլի։ Ոչ մենք պիտի սիրով լծվենք։ Ոնց որ ծնող երեխու հանդեպ, շատ էլ չի հասկանում, հետո եւ Տեր ասեց, կանգ առեք, չանեք հանգարցել։ Ես կսպասեմ, ինչքան հազարավոր տարիներ կսպասեմ, մինչև մեկն էլ չկորի, մեկն էլ։ Դու հասկանում ես, ես իմ այգում տենց չեմ վերաբերվում։ Գործ եմ անում, ասենք քախան ենք անում, մեկ է մի հատ էլ մալինա հանինք, շատ էլ։ Ինքը տենց չի, ու դրա պատճառով ես կամ։ Այ հենց դրա պատճառով ստոպ, ու սաղ ստոպ է, երկինքը ստոպ է։ Ու երկինքը ստոպ է, մեկ է տենում են Տեր Հիսուսը թողում է իր փառքը, գնում է դրանց համար, որ դրանք որոմ չմնան, ցորեն դառնան։ Ու Աստված սպասում է մինչև ցորենը հասնի։ Դու գիտես դու հասել ես վերջ, բայց նրանք քախանի տակ ընկնեն։ Եվ երբ որ խոտը բուսեց եւ պտուղ տվեց, այն ժամանակ որոմներն էլ երևեցան։ Երբ որ ես աճում եմ, այդ Քրիստոսի հետ աճում եմ, այդ ժամանակ է երևում իմ ներսի որոմը։ Մենք այդ մասին մի քիչ խոսեցինք։ Եվ այդ ժամանակա, որ ես կարամ որոմից հրաժարվեմ եւ որտեվ իրանք սենց ասեմ, դեմքով շատ նման են, տենց ասեմ, էլի, հա արտաքին, որ ասեմ, հասկացաք, դեմքից չես կարա ճոկես, այ եթե իրա ներսը լծվավ այդ բարի բանը, ինքը արդեն ցորեն է, եթե այդ չլծվեց, իրա մեջ ինչ-որ սև ինչ-որ բան է, մրիկ, հիմա հենց իրա մեջ լծվեց ցորենի բաղադրությունը, ինքը արդեն ցորեն է, ոչ իրա ցողունով է, ոչ արմատով է, որտեղ բոլորս փոխվել ենք, բոլորս Ադամ ենք դառել, հասկացաք, իմացաք որոմ ենք, բայց երբ որ process-ի մեջ մինչև այդ օրը գա հունցքի, իմ ներսում որ բան է փոխվում, մեկ էլ այդտեղ Աստված է, չէ լցնում, մեր մեջ որ լցնում է, այդ փոխում է, այդ հատիկի մեջ, որ պետք է այդ վատը լինի, լցվում է նրա բաղադրությունը, ու արդեն ցորեն է վերջ, շարունակենք։ Թող տվեք, որ երկուսը միասին մեծանան, մինչև հունցքը եւ հնձի ժամանակին հնձողներին կասեմ, առաջ որոմները քաղեցեք եւ նրանց հնձողները հրեշտակներն են, սիրելներ։ Հետո առաջ որոմները քաղեցեք եւ նրանց խուրց կապեցեք այրելու, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարի։ Սա փրկության մասին է, որ ցորենները հավիտյան Տիրոջ հետ լինեն։ Հիմա Սիրելներ ջան, տեսեք, ստեղից մի հատ ուր եմ գնում։ Ստեղից գնում եմ Հակոբոս Առաքյալի մոտ, եւ այնտեղ մենք կարդում ենք, որ հավատքը առանց գործերի մեռած է։ Հակոբոս 2:26 համարը։ Ասում է, հավատքը առանց գործերի մեռած է։ Եվ դու կարաս ասես, ես շատ հավատք ունեմ, բայց ոչ մի բան չանես։ Դերևերն էլ են հավատում, որ Աստված կա։ Եվ ոչ միայն հավատում են, այլ գիտեն ու սարսափում են, սպասում են իրանց դատաստանի օրվա։ Լավ։
Հավատքը առանց գործերի մեռած է, եւ տենց է։ Գիրքը գրում է, վերջ։ Բայց գործերն էլ առանց հավատքի ոչ մի բան են։ Մարդ կարա գործեր ունենա, բայց հավատք չունենա։ Պողոս Արաքյանն էլ ասում է, որ եթե ես շատ գործեր ունենամ, բայց սեր չունենամ, դրանք ոնց որ հեչլն են։ Տեսակ ինչ բան է։ Ուրեմն ցորենը, ինչ եմ սրա հետ կապում, որտեղ ցորենը ինքը եւ հավատքը եւ գործերը ու դրանից ավելի առաջ սերը մի տեղը լինի։ Հանուն կա, հանուն այդ սիրո եւ սերը ունենում է գործեր։ Ոնց հավատքով։ Հավատքը այդ մղիչ ուժն է, որ դու կանգնում ես ու Աստված սկսում է գործել։ Կարիք ունենք, որ ամենակարող Տերը իմ կյանքում, քո կյանքում բան անի։ Կարիք ունեմ, ես կարիք ունեմ։ Վեր կաց կանգնի, իրար հետ աղոթենք։ Մենք քո առաջ ենք, օրերն էլ անցնում են։ Եվ ես խնդրում եմ քեզ, որ իսկապես Տեր Աստված, դու ստոպ տվեցիր եւ ամեն օր ես այդ ստոպը տալի, որ հանկարծ մեր մատը փուշ չմտնի, հանկարծ փորձանքը մեզ չտանի, որ քո ուզածը կարանանք կատարենք այս երկրի վրա եւ մենք ձեռքներս բարձրացնում ենք, ասում ենք մենք էլ ենք հոժար։ Մենք ոչ թե հոժար ենք, շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ մարդատեղ դրեցիր, որ դու ոչ միայն մարդատեղ, այլ դու կյանք դրեցիր, որ մենք Աստծո որդի դառնանք։ Խնդրում ենք քեզ, ներգործի, մեզ դարձրու։ Տեր Աստված մեզ դարձրու են, որ դու կամենում ես։ Եվ խնդրում ենք քեզ, մենք վերջինը չլնենք։ Խնդրում ենք քեզ, որ այդ բարի բանը մեր կյանքում արել ես, կարանանք փոխանցենք, որ շատ զավակներ դարձի գան։ Այս բանի համար դիմեցինք քեզ։ Տեր Հիսուսի անունով քո խոսքի համեմատ աղոթեցինք եւ խնդրում ենք, որ այս բանն անես։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։